Здравствуйте, мои дорогие подписчики, բարև ձեզ աշխարհի հայեր։ Այսօր ես ուզում եմ ձեզ հետ պատրաստել այսպիսի չքնաղ խմորեղեն, շատ համեղ, հեշտ պատրաստվող, քիչ բաղադրիչներով։ Սա սկոն է կոչվում, անգլիական է, կա նաև շոտլանդական, բայց շատ օգտագործում են Ամերիկայում։ Մի խոսքով այս խմորեղենը համարյա եվրոպական բոլոր երկրներում էլ հարգված խմորեղեն է։ Մենք էլ պատրաստենք։ Սա լինում է տարբեր միջուկներով, խմորը մի քիչ փոխված բաղադրատոմսերով, այսօր կպատրաստենք այս իմ ասած բաղադրատոմսով։ Հիմա գնանք միասին պատրաստենք։ Մեր սկոնը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է մթերքներ, որոնք ես տեղադրել եմ սեղանիս վրա։ Սա ալյուրն է, արդեն մաղած վիճակում, մարգարին կամ կարակ, իմ մոտ մարգարին է 82%-անոց։ Կաթ, սլիվկա, ձու, մեծոտ եթե կարելի է, եթե ունեք լիմոնի սոկ, այստեղ փխրեցուցիչ, աղ, շաքարավազ, մի փոքր ցեդրա լիմոնի քերուկ եւ հապալած, որ պիտի ավելացնենք մեջը։ Հետո մենք նաեւ կավելացնենք լիմոնի հյութ եւ շաքարավազ ջեներակը պատրաստելու համար։ Սկսենք պատրաստել խմորը։ Մեր ալյուրին ավելացնում ենք սառը կտրատած մարգարինը եւ ձեռքով տրորում ենք։ Շատ պետք չի տրորել, դրա համար վերցրել եմ սառը։ Շատ չենք տրորում, որ նույնիսկ մարգարինի կտորները մեջը զգացվի։ Հիմա այստեղ կավելացնենք մնացած 4 բաղադրիչները։ Այստեղ իմ մոտ կա լիմոնի ցեդրան, շաքարավազը, աղը եւ փխրեցուցիչը։ Մյուս ամանի մեջ կխառնենք թաց բաղադրիչները։ Լիմոնի սոկը, կաթը եւ սերուցքը։ Մի փոքր կխառնենք, կավելացնենք 4 բաղադրիչների վրա։ Եվ կսկսենք պատրաստել խմորը։ Խմորը հունցել չի կարելի, թույլ մատների շարժումով պիտի խմոր անենք։ Նախատեսված ալյուրը մի փոքր պակասել է, ես նորից մի քիչ կավելացնեմ, պիտի ձեռքի տակ ունենաք մի փոքր ալյուր։ Հիմա կավելացնեմ նաև մեր հապալասը եւ շատ նուրբ շարժումներով կձևավորենք հիմա մեր խմորը։ Հիմա սեղան վրա ալյուր ենք լցնում եւ խմորը դատարկում ենք այստեղ։ Հիմա մենք խմորը այսպես կհավաքենք, չենք հունցում, գնդի տեսք կտանք եւ կտեղափոխենք տապակի մեջ։ Մի փոքր ալուր ես ցանեցի, թույլ ձեռքի հպումով կտափակացնենք։ Կլոր գաթայի տեսք կտանք, այսինքն եզրերը ուղղելով։ Սա կբաժանենք 8 հավասար մասերի։ Շատ հավասար էլ չլինի, չի խանգարի։ Մեկ ձվի դեղնուցին խառնել եմ 1 գթալ կաթ, հիմա կքսեմ մեր սկոնների վրա։ Սկոնները, քանի որ ես ասեցի, շատ բազմազան են, տարբեր երկրներում տարբեր են պատրաստում։ Դրա համար ձևավորումն էլ է տարբեր, մարդ կա չի քսում էս ձուն, շրանք է ցանում, մարդ կա ընդհանրապես ոչ մի բան չի քսում, նայած թե ով է պատրաստողը, որ երկրում են պատրաստում, այնպես որ մենք ձուկը քսենք եւ վերջում, երբ որ արդեն ինքը երբված կլինի, ջենարակ կքսենք։ Արդեն ես ջեռոցը տաքացրել եմ 180 աստիճան, սա կդնեմ մոտավորապես 20-ից 25 րոպե կեփենք։ Սիրելիներս, մեր սկոնները պատրաստ են, շատ համեղ բույր է մեր խոհանոցում։ Ես կսպասեմ սա կհովանա, նոր կպատեմ ջենարակով։ Հապալասը կողքից արդեն հալվել դուրս է եկել։ Ես սիրում եմ, որ միրգը մեջը շատ է լինում, կարելի է ավելի քիչ գցել, նայած նախասիրության։ Կհանդիպենք, երբ որ ջենարակ պատրաստենք։ Նայեք ինչ գեղեցիկ խմորեղեն ստացվեց։ Համը շատ համեղ է, որովհետև արդեն մի հատը մենք փորձել ենք։ Քանի որ խմորի մեջ ընդամենը 50 գրամ շաքարավազ է, ավելի լավ է, որ ես հիմա քաղցր ջենարակով կպատեմ, արդեն կբալանսավորվի քաղցրը։ Հիմա ջենարակի պատրաստումը ես ձեզ ցույց տամ,
Հետո կձևավորենք։ Այստեղի մոտ լիմոնի սոկ է եւ շաքարի փոշի։ Քիչ-քիչ բաղադրիչները կավելացնեմ, որ ոչ շատ պինդ լինի, ոչ շատ թույլ։ Այսպես ուղղակի խառնում ենք, որ դառնա միասեր ու կլցնեմ տոպրակի մեջ, գծեր կանենք։ Դե հիմա մենք այսպես ուղղակի գծեր կանենք վրան։ Սիրելիներս, հուսամ հավանեցիք իմ բաղադրատոմսը, ես հիմա կփորձեմ, ինքը վերևից խրթխրթան է, մեջը փափուկ, հիմա ցույց տամ կտրվածքը, այսպես կոտրելով, այնպես է սիրելիներս, դուք էլ պատրաստեք, շատ համեղ է, սպասեք նոր վիդեոների, բաժանորդագրվեք, ովքեր բաժանորդագրված չեն, սպասեք իմ նոր հոլովակներին, պակա-պակա։